Ինչու ընտրություններից 3 ամիս առաջ ներքին գործերի նախարարը պաշտոնից ազատեց միանգամից 3 փոխոստիկանապետերին, բարձրաստիճան պաշտոնյաների նշանակելով շատ ավելի ցածր պաշտոնի, 2-ին նախարարի խորհրդական, 1-ին օգնական։ Մինչ իշխանությունը սա որակում է սովորական կադրային փոփոխություն, ընդդիմադիր դաշտում հակառակ կարծիքին են։ Շատ լավ դաս եւ օրինակ պիտի լինի Փաշինյանի հրամաններ, բոլոր Փաշինյանի հրամանները կատարողների համար, որ աչքն էլ չեն թարթի իրենցից ազատվելու համար։ Նախարարությունում փոխոստիկանապետեր Վարդան Վարդանյանի, Կարեն Հակոբյանի եւ Արթուր Խոդինյանի պաշտոնազրկումների պատճառները չեն բացահայտում։ Այս որոշումը ոչ թե հենց նախարար Արփինե Սարգսյանինն է, այլ վարչապետ Փաշինյանինը, պնդում է ընդդիմադիր падգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Հիմա այս ուժայինները կարող են արդյոք գնալ ամբողջ օրը հերթապահել եկեղեցիներում, ներխուժել մայրաթոր, ներխուժել հայ մանկապետարան, զբաղվել հակաիշխանական ստատուսներ գրողներով, հետո գալ պայքարել հանցավորության դեմ։ Հասարակական կարգի պահպանության ու քրեական վիճակի համար պատասխանատու բարձրաստիճան ոստիկաններին նախարար Արփինե Սարգսյանը պաշտոնից հեռացրեց նախորդ շաբաթ Երևանում, Զովոնիում, Սևանում կրակոցներից ու դաժան սպանություններից հետո։ Խնդիրը այն է, որ ուժային համակարգը ուղիղ հրահանգավորում է ստացել պայքարելու ընդդիմախոսների դեմ Փաշինյանի եւ դրա համար ունենք հանցավորության այն պատկերը, որը ունենք, ահագնացող պատկեր, իրականում սարսափելի պատկեր, մենք երկրում թմրը համաճարակ ունենք իրականում եւ դա չի կարող չազդել գործող ռեժիմի վարկանիշի վրա ու հիմա փորձում են քողարկել իրավիճակը իրենցից հեռացնելով պատասխանատվությունը։ Պաշտոնից ազատված բարձրաստիճան այս ոստիկաններին վերջին ամիսներին կարելի էր տեսնել վարչապետի հակակաթողիկոսական արշավի շրջանակներում։ Նրանք ոչ միայն եկեղեցիներում էին ակտիվ, այլև հասել էին Գյումրի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու, ընդգծում է падգամավորն ու իմիտացիա որակում նրանց պաշտոններն իջեցնելը հենց նախընտրական շրջանում։ Միած ես բան ասում էլի։ Հիմա ձեր առաջինալը չկանով պատկը։ Խնդրում եմ մի նկարեք։ Ինչի համար պարոն ոստիկան։ Մի նկարեք պարոն Զորաբյան, ձեզ մի րոպեով կարելի առանց խոսել։ Անցած հոկտեմբերին հենց փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանն էր հորդորել Տեր Շնորհքին ու Մայրաթորի փաստաբան Արա Զոհրաբյանին հովանավանք չմտնել։ Ներսում վարչապետի մասնակցությամբ պատարագ էր մատուցում կարգալույց քահանան, դրսում էլ որոշ քաղաքացիներ պարզապես արգելում էին հովանավանքի իրական տերերին առաջ գնալ։ Նրանց անգամ չէր օգնել հովանավանքի սեփականության վկայականը։ Ոստիկանությունը փոխոստիկանապետի գլխավորությամբ այդպես էլ չէր ապահովել Մայրաթորի ներկայացուցիչների մուտքը սեփական տարածք։ Նույնը նաև այլ եկեղեցիներում էր, հիշեցնում են Փաշինյանի դիմախոսները։ Որպեսզի հանրությանը ցույց տա, որ ինքը խիստ մտահոգվում է այդ կրիմինալ դեպքերով, որտեղ հանրային արձագանք եղավ եւ ընտրություններից առաջ ուրիշ անգամ ինքը դա չի էլ անում, ուղղակի ընտրություններից առաջ որոշեց, որ իբր ազատում է նրանց աշխատանքից, բայց գիտեք, որ նրանք երբեք չեն ազատում աշխատանքից, ինչ որ տեղերում հայտնվում են հետագայում։ Անցած շաբաթ մի քանի տասնյակ տղամարդկանց մասնակցությամբ աջափնյակի հրաձգությունն ու սպանությունը իրավապաշտպան Ժանն Ալեքսանյանի տնից մի փոքր այն կողմ է եղել։ Դու ասենց ապրում ես ու մեկ էլ կողքդ դու միասա զինված խմբավորումներ են ման գալիս։ Իրենք են կամավորագրվել եւ նախարարի պաշտոնին հայտարարել, որ կրիմինալ չկա, նվազել է, այսինքն մեր աչքերը փակենք ու ասենք, որ չկա, բայց շուրջդ անընդհատ այդ վիճակն է, ամբողջ օրը միայն այդպիսի հաղորդումներ ես կարդում կամ լսում, էլ չեմ ասում ոչ խոշտանգումներ են բացահայտվում, դեպի վատն է ես ասել ոստիկանությունը գնացել։ Իշխանական падգամավորը սակայն համաձայն չէ, Հասմիկ Հակոբյանը պնդում է, ոստիկանությունը գործում է բացառապես քաղաքացու շահերից, օրենքի սահմաններում է կատարում իր պարտականությունները։ Եկեղեցու դեմ պայքարում օգտագործել ոստիկանությանը ես եզրույթը չեմ հասկանում։ Բոլոր դեպքերում, երբ որ ոստիկանությունը ունեցել է որևէ ներգործություն կամ գործողություն է կատարել, բոլորը հենց քաղաքացու շահերից բխող գործողություններ են եղել։ Եթե դրա հետ կապված հակառակ կարծիք կա, թող համապատասխան մարմիններում բողոք ներկայացնեն, ոչ թե պատերի տակ բամբասեն այդ նույն ընդդիմադիր գործիչները, որոնք այսօր անում են։ ԿՊԱ-ական падգամավորը ընտրություններից առաջ կադրային այս փոփոխությունը նորմալ է որակում, ճկուն համակարգի աշխատանքն է սա։ Իսկով ասեց, որ պետք է նույն պաշտոնյան տարիներով պաշտոնավարի։ Ես հասկանում եմ, որ նախկինում օրինակ եղել են, որ օրինակ ոստիկանապետը այնպիսի անձնավորություն է եղել եւ անձեռնմխելի մարդ, որ կյանքում չէր կարելի ձեռք տալ եւ միայն պետք էր փառաբանել եւ աղոթել նրա համար։ Հիմա այդ քաղաքականությունը չկա։ Մինչ իշխանականը վստահեցնում է, թե իրավապահներն աշխատում են օրենքի տառով, ընդդիմադիրները պնդում են, ուժայինները կառավարվում են հրահանգներով, գործելով իշխանության ընդդիմախոսների դեմ։